Տնային կալանքը ինքնին շատ ինտենսիվ խափանման միջոց է, գրեթե թե կալանքի հետ հավասար, այնուամենայնիվ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր միջնորդությունը կալանքը վերացնելու մասով բավարարվեց, այս պահին թերևս այդքանով գոհ եմ։ Մի բան ասեմ, այս վերջերս մի տեսակ ոնց որ թրենդային է դարձել, այն խիստ կալանքները փոխարինել տնային կալանքով, տպավորությունը, որ դատարաններն են համաձայն օրինակ պաշտպանական կողմի միջնորդություններին, բայց որպեսզի ավելի բարձրալների շատ չնեղացնեն, միջանկյալ որոշում են ընդունում դա տնային կալանքներ։ Օրինակ Սամվել Կարապետյանի դեպքն է եղել։ Ես այդ մասով դատանի փոխարեն չեմ կարող որևէ դիրքորոշում հայտնել, թե ինչ հանգամանքներից ելնելով է կիրառել ինչ կտին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք, այնուամենայնիվ թերևս ես կնշեմ, որ ամեն դեպքում սա պաշտպանական կողմի համար փոքրիկ, բայց հաղթանակ է։ Իսկ սա ևս դուք բողոքարկել եք, թե սրա հետ կապված կքննարկենք մեր վստահորդի հետ պաշտպանական թիմի անդամներով, դրանից հետո կորոշենք։ Բայց եթե բողոքարկեք, արդեն վճռաբեկ դատարան եք դիմել։ Այո։ Դեռ առջևում ունենք առհասարակ բողոքների քննություն, դատավճռի դեմ ներկայացված եւ հանրային մեղադրողի եւ մեր կողմից ներկայացված բողոքների։ Մեղադրողների մասով ինչ։ Այո։ Նույն կազմի մոտ։ Լավ, դատարանը երբ տուն կտանի, երբ տուն կուղարկի Գիտեք, ես հուզմունքից նույնիսկ չլսեցի, թե դատարանը ինչքան գրավի գումար սահմանեց, ամենայն հավանականությամբ։ Այո։ Փաստացիվ մտավախությունը այն էր, մեղադրող կողմի նաև փաստարկային էր, որ Դավիթ Համբարձումյանը կարող է լքել Հայաստանը, չգիտեմ, փախուստի դիմել, Ինչպես տեսանք, հանրային մեղադրողի դիրքորոշումը ոչ միայն դա էր, այլ նաև հանրային մեղադրողը արձագանքելով դատարանի այն հարցին, որ այն պայմաններում, երբ որ Դավիթ Համբարձումյանը ըստ էության քրեակատարողական հիմնարկում հայտնվելու գիտակցումով միևնույն է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, այ ինչով է հիմնավորում հանրային մեղադրողը թաքնվելու մտավախությունը։ Հանրային մեղադրողը հնչեցրեց այն դիրքորոշումը, որը ըստ էության իրավաբանության հետ աղերս չունի եւ առնվազն պրոֆեսիոնալ չէ։ Այն պայմաններում, երբ որ Դավիթ Համբարձումյանը քրեակատարողական հիմնարկում հայտնվելու պայմաններում այդ գիտակցումը վերադարձել է, մասնավորապես նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն էլ կարող է անձը թաքնվել։ Այդքան։